Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում մենք շարունակում ենք մեր քննարկումները, այսօրվա քննարկումը նվիրված է եվրաինտեգրման եւ խաղաղության ներքին եւ արտաքին մարտահրավերներին։ Այս քննարկման առիթ հանդիսացան վերջին մի քանի իրադարձությունները, դա Հայաստանի վարչապետի ելույթներ Եվրախորհրդարանի ամբիոնից, սա իր երկրորդ ելույթն էր, ընդ որում շատ քիչ է լինում, երբ ինչ-որ պետության առաջնորդ ոչ Եվրամիության անդամ մեկից ավել անգամ է ելույթ ունենում Եվրամիությունում, Եվրախորհրդարանի ամբիոնից, եւ վարչապետը խոսեց խաղաղությունից, տարածաշրջանի գործընթացներից, խոսեց Վրաստանի մասին եւ խոսեց բնականաբար Հայաստանի եվրաինտեգրումից, այս ամենը իրար հետ փոխկապակցելով։ Բնականաբար այս ամենն էլ ունի իր ներքին եւ արտաքին մարտահրավերները, որոնց հետ մենք առնչվում ենք հենց այսօր։ Մեզանից հարավ Իրանի պատերազմն է եւ այստեղ շատ կարեւոր է, որ Հայաստանը որևէ ձևով չթիրախավորվի, մեր տարածաշրջանը չթիրախավորվի եւ իհարկե Ռուսաստանի հիբրիդային հարձակումները, որի հետ կապված Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հանդես եկավ հաղորդագրությամբ, իսկ հենց այդ առիթով էլ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Այսօրվա մեր քննարկման մասնակիցներն են Հանուն Հանրապետության կուսակցության արտաքին հարցերի քարտուղար Արնոլդ Բլեյանը, սովետական քաղբանտարկյալ նախկին Հայաստանի Գերագույն խորհրդի եւ ազգային ժողովի падգամավոր նախկին Ազատ Արշակյանը, իրավաբան, իրավագետ, իրավունքի Եվրոպա հասարակական կազմակերպության ղեկավար Լուսինե Հակոբյանը եւ Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, մոդերատորի դերում եւ մասնակցի դերում էլ կլինեմ ես, Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանս։ Դե սկսենք, Արման, սկսենք քեզանից, վարչապետը ելույթ ունեցավ Եվրախորհրդարանի ամբիոնից եւ սա միայն Հայաստանի եւ Եվրամիության մասին չէր, սա բավականին լայն սպեկտրով հարցերի մասին էր, ինչ է ըստ այդմ ուրվագծվում այդ ելույթից, համեցեք։ Կարծում եմ, որ ելույթի հիմնական հրավերը եւ նպատակը առաջիկա ընտրություններին, նաեւ Եվրամիության պատկերացումները մոտարկելն է այն հանձնառություններին, որ Հայաստանը ստանձնել է Եվրամիության առջև։ Ես կարծում եմ, որ այս ընտրությունները նաև ճակատագրական են լինելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար եւ վստահ եմ, որ Հայաստանի դեպի Եվրամիություն հարաբերությունները Եվրամիության անդամակցություն անշրջելիությունը ապահովելու համար այս ընտրություններում պետք է զգալի դերակատարություն ունենան եւ մասնակցություն ունենան եւ այս ապագա խորհրդարանում հայտնվեն ոչ միայն իշխանությունը, որը ժողովրդավարական գործընթացները շարունակելու իհարկե հանձնառություն ունի, այլև անդիմադիր ուժեր են պետք, որոնք այս ընթացքը անկասելի եւ անշրջելի կդարձնեն։ Ընդհանուր առմամբ իհարկե շատ պիտի ուզեի, որպեսզի վարչապետը նաև ինչ որ կերպ անդրադառնար այն ջանքերին, որ մենք գործադրեցինք ընդամենը 1 տարի եւ տարի ու կես առաջ, երբ Եվրաքվեի այդ նախաձեռնությունը մենք կայացրինք եւ քաղաքական ուժերով եւ հասարակական կազմակերպությունների հետ նախաձեռնեցինք այդ ստորագրահավաքը, որը ժամանակի ընթացքում նաև արդեն օրենքի ուժ ստացավ եւ ի վերջո այդ հարցում մենք հաստատապես դրոշակակիրներն ենք եղել այս գործընթացի եւ շատ ուրախ ենք, որ իշխանությունը ականջալուր եղավ մեր
եւ հասարակության պահանջին եւ այդ կարևոր քայլը իրագործեց, բայց միայն դրանով սահմանափակվել կարծում եմ չենք կարող մեկ տարվա ընթացքում առնվազն մենք շոշափելի քայլեր էինք ակնկալում գործող իշխանություններից հենց Եվրամիության անդամակցության ուղղված քայլերի մասին է խոսքը, որի տրամաբանական առաջին քայլը կլիներ օրինակ անմիջապես DCFTA-ի շուրջ բանակցությունների մեկնարկը, ինչի մասին մենք նույնիսկ ազգային ժողովում քննարկումների ժամանակ լսում էինք իշխող կուսակցության ներկայացուցիչներից, որ տրամաբանական հաջորդ քայլը հենց դա պիտի լինի։ Դա տեղի չի ունեցել, ավելին մենք այս պահին գոնե պատկերացում չունենք, թե Հայաստանը ինչ է պատրաստվում անել Եվրասիական տնտեսական միության հետ իր անդամակցության շրջանակներում, ինչ ենք պատրաստվում անել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում եւ բնականաբար այս բոլորը ինչ որ իմաստով նաեւ առաջիկա ընտրություններում օրակարգ ձևավորող հարցեր են ու հետաքրքիր է որ ընդհանրապես ասեմ որ այն բոլոր նույնիսկ կենցաղային հարցերը որոնք վերաբերում են մեր ամենօրյա կյանքին եւ մարզերում գյուղական բնակավայրերում են հարցերը որոնք մեզ առաջադրում են մարդկանց թվում է որ դրանք կապ չունեն արտաքին քաղաքական հարցերի հետ, բայց ջրից բռնած միջև գյուղմթերքն ու աշխատատեղը այդ բոլորը շատ որոշակիորեն այս կամ այն կերպ առնչվում են այն հարցին, թե մենք տնտեսական ինչ համակարգի մաս ենք ուզում լինել, ինչ կառավարման, ինչ քաղաքական եւ տնտեսական ապագա ենք պատկերացնում Հայաստանի համար, դա էլ որոշելու է եւ գյուղմթերքի, եւ աշխատատեղերի, եւ աշխատավարձերի չափի, եւ տեխնոլոգիաների ուրեմն օգտագործման, որը էապես ավելացնելու է մեր տնտեսության հնարավորություններն ու ուրեմն պոտենցիալը։ Այս հարցերը չափազանց էական են եւ չափազանց կարեւոր ու մենք իհարկե առաջիկա ընտրական գործընթացներն օգտագործելու ենք այս հարցերը քննարկելու մեր հանրության հետ, որտեղ նաեւ վերջին հարցումները ցույց տվեցին, որ պատկառելի հատվածը մեր հանրության շարունակում է հետևողականորեն պահանջել Եվրամիության անդամակցություն, այսինքն Եվրամիության հետ հարաբերությունների խորացում եւ մենք չենք կարող այդ տրամադրություններին ընդառաջ չգնալ։ Լուսինե, վարչապետի Ստրասբուրգ կատարած այցին զուգահեռ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան էլ գտնվում էր Բաքվում։ Եվ էլի կարելի է ասել զուգահեռաբար Հայաստանում է գտնվում, ընդ որում սա իր առաջին այցելությունն է Եվրամիության ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Բրունները եւ հենց առավոտյան մենք հաղորդագրություն տեսանք ներքին գործերի նախարարի, այն է իր գոլեգայի հետ հանդիպման մասին։ Խնդրեմ ձեր գնահատականները։ Ես եւս շատ կարեւոր եմ համարում մեր գնալով հարաբերությունների խորացումը Եվրոպական միության հետ, որովհետեւ դա առաջին հերթին եւ դա մի բան է, որ Եվրամիության հետ կնքած մեր բոլոր փաստաթղթերում ընդգծվում է քաղաքացու գետնի վրա կյանքի բարելավման ուղղված օրակարգ է ամեն առումով եւ այդ Եվրամիության մոնիտորինգային առաքելություններ միտված անվտանգային միջավայրի բարելավմանը իդեպ ափսոսում եմ, որ վարչապետը իրոք չընդգծեց մոնիտորինգային առաքելության կարեւորությունը եւ տարբեր այլ միջոցառումներ, գործողություններ, նպատակներ, որոնք ներառված են, նպատակ ունեն հենց գետնի վրա ժողովրդի կյանքը բարելավելուն Նաև կշեշտեմ, որ եթե խոսում է ժողովրդավարությունից վարչապետ Փաշինյանը, ապա իրոք արժեր հիշատակել Եվրաքվեի նախաձեռնության մասին, որովհետև դա ժողովրդավարական անմիջական ժողովրդավարության շատ կարևոր գործիք էր մեր սահմանադրությամբ ամրագրված, որը առաջին անգամ հաջողությամբ կիրառվեց Հայաստանում, որովհետև հակառակ դեպքում իրենք, եթե ինքը փորձում է ներկայացնել, որ դա իր այդ 23 թվականի Եվրախորհրդարանի ելույթի
տրամաբանական շարունակություններ, ապա իրենք հնարավորություն ունեին իրենց ուժերով խորհրդարանում հենց այդ օրենքը ընդունելու եւ դրա համար իհարկե ստորագրահավաքի կարիք չէր լինի, բայց սա շատ կարևոր ժողովրդավարական գործիքակազմ էր, որը առաջին անգամ հաջողությամբ գործարկվեց եւ հանուն արդարության պետք էր հիշատակել քաղաքացիական նախաձեռնության մասին, բայց ոչինչ, մենք ավելի հետաքրքիր օրակարգեր առաջ կբերենք, ունենալով հանդերձ սեփականության զգացում նաև այս գործընթացի նկատմամբ։ Եվ այդ օրենքի նկատմամբ։ Այո։ Վիզաների ազատականացման գործողության ծրագիրը ռեկորդային արագությամբ անցած տարվա նոյեմբերին հանձնվեց մեր իշխանությանը եւ դա եւս պատասխան էր այդ օրենքի ընդունմանը։ Դա այսպես տարբեր տեղերում շատ հրապարակային չի խոսվում, բայց գիտակցումը դա է։ Կարևոր է հանձնակատար Բրուների այցելությունը Հայաստանում, հասկանալիորեն դա վիզաների ազատականացման գործընթացի եւ երկխոսության շրջանակներում է տեղի ունենում եւ կարծում եմ, որ մեր շահերից է բխում հնարավորինս արագ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով ստանձնած բոլոր հանձնառությունները իրապես որակյալ եւ արդյունավետ կերպով կատարելը, որովհետեւ կարողանանք հասնել Եվրամիության հետ այսպես ճամփորդությունների կարճաժամկետ վիզաների ազատականացման ռեժիմին, այսինքն առանց վիզաների ճամփորդելուն, եւ դա եւս իշահ մեր քաղաքացու է արվելու, որոնք կարողանան այսպես ավելի մեծ հաճախականությամբ առանց սահմանափակումների կարճաժամկետ այցեր ունենալ Եվրոպական միության պետություններ։ Բնականաբար այստեղ մի շարք հարցեր կան եւ այս տեխնիկական հարցերը կենսաչափական անձնագրերի հետ կապված եւ այլ հանձնառություններ կան, նաեւ ասեմ, որ իրավունքի Եվրոպա միավորումը ներքին գործերի նախարարության հասարակական խորհրդի անդամ է, 2 օր առաջ էր հասարակական խորհրդի առաջին նիստը գումարվեց եւ ես առաջ եմ քաշել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հարցը, այո, եւ առաջարկել, որ մեր հաջորդ հասարակական խորհրդի օրակարգում ներքին գործերի նախարարը ներկայացնի այդ գործողությունների կատարման առաջընթացը, հուսով եմ, որ մենք էլ քաղաքական ուժերով, քաղաքասերակցությամբ կկարողանանք հնարավորինս մեծ այսպես համագործակցություն ձևավորել իշահ այդ ծրագրի բարենպաստ կատարման։ Որպես մասնակից էլ իմ կողմից կավելացնեմ այն, որ Եվրամիությունն ինքնին խաղաղության պրոյեկտ է։ Այդպիսի այդ գաղափարը առաջացավ երկու համաշխարհային պատերազմից հետո, երբ հասկանալի դարձավ, որ երրորդ ուղղակի թույլ տալը մահացու է ոչ միայն Եվրոպայի, այլև քաղաքակրթության համար։ Վարչապետը նշեց, ես համաձայն եմ այդ մոտեցման հետ, որ տարածաշրջանային process-ներն էին, որ խթան հանդիսացան այս եվրոինտեգրման տեմպերի արագացմանը։ Դա խաղաղությունն է Ադրբեջանի հետ եւ Վրաստանի թեկնածու դառնալը Եվրամիության անդամության համար։ Այս ամենը իհարկե ապաշրջափակում է ողջ տարածաշրջանը եւ տարածաշրջանային ինտեգրումը ինտեգրում է եվրոինտեգրման գործընթացին, հա, մի քիչ ոնց որ կրկնաբանությունը ստացվում, բայց իրականությունն այդպես է, մենք չենք կարող դրանք մեկը մյուսից անջատել, մանավանդ հակադրել մեկը մյուսին, ինչը մեթոդաբանորեն կոպիտ, սխալ է եւ նաեւ մանիպուլատիվ է։ Այս process-ները բնականաբար մեր ուշադրության կենտրոնում են լինելու, մեզ համար բացարձակ առաջնահերթություն են եւ ոչ միայն նրա համար, որ մենք մասնակիցն ենք այդ Եվրաքվե նախաձեռնության, այլև մեզ համար դա թե արժեբանական, թե ռազմավարական տեսլականի առումով ուղղակի թիվ 1 առաջնահերթությունն է մեր թե ծրագրում, թե նախընտրական ծրագրում, թե մեր ընդհանրապես պատկերացումներում մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության եւ մեր երկրի զարգացման համար։
Ազատ, խնդրեմ ձեր գնահատականը ինչ տեղի ունեցավ եւ որն է այս ամենի նշանակությունը եւ ինչ մարտահրավերների է հանդիպում եւ հանդիպելու Հայաստանը այս ճանապարհին ըստ ձեզ համեցեք Մարտահրավերներից առաջ ես կարծում եմ որ մեր պետք է ուշադրություն դարձնենք մի խորհրդանշական հանգամանքի վրա որ երբ որ եվրոպացիները կամ ասիացիները գալիս են Հայաստան, նրանք ընդհանրապես արյուն ու կրակ են բերում եւ վտանգ այդ մարտահրավեր է նրանց զգալը օրինակ նրանք ոնց որ գնում են հիմա Իրան դա մարտահրավեր լուրջ է մենք տարբերվում ենք բարեբախտություն է ես ուզում եմ դա արձանագրել որ մեր երկրի ղեկավարի ելույթը այնտեղ դա նրանց գալն է այստեղ դա նրանք ներկայանում են այստեղ եւ ես հատուկ բավականությունը զգացի այդ հուշարձանի կապակցությամբ այսինքն այդ տագնապը կա որ նրանք մեզ ասիմիլյացիայի նրանք մեզ ռոմանո-գերմանացի են ուզում դարձնել մենք սովետական ямоից язык межнационального общения այդտեղից կարծես թե փոխվել ենք, բրծել ենք ու հիմա անգնում ենք արդեն դրանց որոգայթ այդ կոսմոպոլիտիզմի բարի մեջ ու հանկարծ ինձ համար հաճելի էր պատկերացնեք Ռոմում նարեկացի ներսե շնորհալի այստեղ Մեսրոպ Մաշտոց պատկերացնեք Մեսրոպ Մաշտոց շատ բաներ ինձ շատ հաճելի էր նախ դա մի տեսակ կդառնա մենք այս մեր Արագածոտնե մարզի Սարլանջի հուշարձանից հետո նորաձևության այն նոր բան ենք նվեր ենք տալիս եվրոպացիներին ասում ենք որ ինքնության այդ մասը կուլտ պաշտամունքի բան կա դա հետաքրքիր է ինձ համար արմատագիր իհարկե Պարոն Արշակյան, դրա վերաբերյալ եթե թույլ կտակ, դա զարմանալի չի, որովհետև Եվրոպական միությունը հենց այդ կոնցեպտն է իր մեջ կրում տարբերությունների միասնություն, այսինքն այո, unity of diversities, այսինքն գնահատելով ու հարգելով յուրաքանչյուր ազգի պետության ինքնությունը իրենք միասնական են եւ այդ պարագայում բացարձակ զարմանալի չի որ հայոց այբուբենն է այնտեղ հայտնվել որ եվրոպական պարլամենտի նախագահ Ռոբերտա Մեցոլան Սիլվա Կապիտյան էր Պաստորեն ես լուրջ բանի վրա եմ ուշադրություն դարձել բայց անհանգստանում եմ ես քանի որ ծագումով գիտեք շատ սովետական եմ կամ հակասովետական ասեցի Ռուբեն ջան ուրեմն այդ բազմաձևության հարգանքը մեր ինքնության նկատմամբ այդ արդեն լուրջ երաշխիք է ազգային մշակույթի զարգացման մենք չենք գնում մեզ ինչ որտեղ հայկական դպրոցները փակելու են լատինատառերեն ուղարկելու չէ մեզ շատ նրբորեն հրավ իրենց համար դա լավ է մենք շահում ենք դրանից անվտանգության բան ենք ստանում, երաշխիք ենք ստանում, որ հայկականությունն է հրավիրվում այնտեղ, մենք ոչ թե գնում ենք որպես արդեն տարածված բան է, ոչ թե հենակետ ենք իրենց համար, ոչ թե պիտացելնայա սրեդա ենք եւ այլն, չէ պիտացելնայա սրեդա տեսակ, պաստորեն սնուցում էր մենք հատուկ բան բերեցինք, որ ձեզ շատ նման ենք, բայց տարբերվում ենք, մենք քրիստոնյա ենք, բայց տարբերվում ենք մենք նույնիսկ կաթոլիկ չենք, մենք բողոքական չենք, մենք բոլորովին այլ ենք, բայց ձեզ շատ նման ենք ու դա հարգանքի տուրք էր, ես կարծում եմ, որ այդ անհանգստության այդ շարքը, որ մենք ունենք անընդհատ կա հենց որ մեկը պատտվում է մեր քարտեզի շուրջը, մենք անհանգստանում ենք Մենք արդյոք զոհ չենք,
ես ասում եմ, որ մեր մշակույթը չի զոհվելու, չի զոհաբերվելու, ես գոհ եմ, ինձ դուր եկավ այդ ընդհանրապես որ հայերեն խոսեց, չնայած մենք վերջերս իմացանք, որ անգլերեն գիտի Նիկոլ Փաշինյանը, ես չգիտեմ, դա ինձ համար կարևոր է, որ մարդը ուրիշ լեզվով է խոսում, ու որ հայերեն խոսեց, դա էլ էր ակցիա։ Ես կարծում եմ հաջողություններ ու մենք պետք է իրար շնորհավորենք այդ առիթով։ Շնորհակալություն, Արնոլդ, թվում է թե տարօրինակ բան տեղի ունեցավ, հա, Հայաստանի վարչապետը գնում է Եվրախորհրդարան եւ խոսում է Վրաստանից։ Խոսում այն մասին, որ Վրաստանի եւ Եվրամիության միջև հարաբերությունները, որը ներկայումս ճգնաժամի մեջ են, եւ դադարեցված է երկխոսությունը, ըստ էության վերածվել է կարևորագույն խոչընդոտներից մեկի, հա, մեր եվրաինտեգրման ճանապարհին եւ հրապարակայնորեն բոլոր падգամավորներին խնդրեց վերսկսել այդ ուրեմն երկխոսությունը վրացական մամուլը ես նայեցի այդ ուրեմն ելույթի մասին դիմադիր թե իշխանական այո բոլորը բացարձակապես բոլորը հենց կարմիր գույնով հա այն sense շանթով եւ այլն առաջին տողերով եւ ակտիվորեն քննարկվում էր վրացական այդ մեդիա միջավայրում ժամանակին ես հիշում եմ որ մենք էինք հետևում թե ինչ է կատարվում Վրաստանում եւ հասկանում ենք որ մենք հաջորդն ենք կամ Վրաստանի հաջողության պարագայում մենք կլինենք հաջորդը հիմա վրացիներն են նայում մեզ եւ տեսնում են այստեղ ժողովրդավարական եւ պրոեվրոպական գործողություններ եւ դա իրենց հույս է տալիս որ ամեն ինչ կորված չէ հա որովհետեւ գիտեք այնտեղ տարատեսակ խնդիրներ կան գիտեք թալապես Եվրամիության հետ փոխհարաբերվելը, Եվրամիության ինտեգրվելը, անդամակցելը դա ես կարծում եմ ոչ թե անձնական ինչ-որ նախասիրության հարց է, այլ հիմքում դրված է չոր հաշվարկ։ Ի վերջո, ինչ է պետք Հայաստանի Հանրապետությանը, ինչ է պետք շարքային քաղաքացուն, հա, ապա քաղաքական քաղաքացուն։ Բարեկեցիկ կյանք։ Հիմա տեսնենք այս մեր երկիր մոլորակում այլ որ տնտեսական կազմակերպությունն է, որը թույլ է տալիս հաշվի առնելով նաև այս հարևանությունը, որ մենք ունենք, որպեսզի փոքր երկիրը կարողանա բարեկեցիկ կյանք ապահովել, խաղաղություն ապահովել։ Տեսեք, օրինակ Իսլանդիան այսօր մտածում է հաշվի առնելով այն ինչ տեղի ունենում Արկտիկայի շուրջ, Եվրամիության անդամակցել։ Եվ մենք տեսանք ՆԱՏՕ-ի անդամ լինելով։ Այո։ Ընդ որում մենք տեսանք նաև նույն այդ չեզոք երկրները, Ֆինլանդիան, Շվեդիան անդամակցեցին ՆԱՏՕ-ին, մենք տեսնում ենք որ օրինակ Օմանի չեզոքությունը այնուամենայնիվ չի փրկում իրեն, հա, իրանական հարձակումներից։ Եվ այսա է գալիս որ Հայաստանը պարզապես այլ տարբերակ չկա։ Այսինքն մենք չունենք սեղանին ինչ-որ մի տարբերակներ եւ մտածենք թե արդյոք մենք անդամակցենք Եվրոպական միությանը, թե արդյոք մենք պետք է մնանք ԵԱՏՄ-ով, ընդ որում պարոն Աշակյան գալով ձեր ասացին, օրինակ եթե մենք համեմատենք այդ առումով ԵԱՏՄ-ն, օրինակ ԵԱՏՄ-ում կա կոնկրետ պարտադրանք ռուսացի լեզվի, հա, օրինակ նույն մեր հաղորդական իրավունքները որպեսզի հաշվի առնվեն Ռուսաստանում, մեզ պարտադրվում է որ մեր մոտ այստեղ կլինի երկրորդ լեզուն հայերենը։ Այլ մի բան, որը ռուսերենը ներողություն օրենքով ամրագրված մի բան, որ մենք չենք տեսել, այն նույնը եղել է Խորհրդային Միության տարիներին, հա, թվում է թե հանրապետությունների միավորում էր, չէ, Խորհրդային Միությունը պետք է իրավահավասար լիներ, բայց գիտենք, որ կար հիմնական նպատակը ռուսիֆիկացնում էր մնացած ազգերի, այս է տարբերությունը հիմնականում Եվրոպական Միության եւ այստեղ է շեշտը դրվում։ Եվ գալով Վրաստանին գիտեք իհարկե ճիշտ է ասում վարչապետը որ մեր պատուհանն է դեպի Եվրոպական Միություն Վրաստանը, բայց ես կարծում եմ օրինակ DCFTA վերաբանակցելն ու ստորագրելը կապ չունի Վրաստանում տեղ ունեցող իրադրության հետ, որովհետև ի վերջո Վրաստանն այսօր այդ մաքսային միության անդամ է, նույնը նաև վերաբերում է Թուրքիային, այնտեղ իհարկե տարբերություններ կան որոշ, այդ անդամակցության բայց մենք արդեն իսկ ունենք, մենք անդամակցում ենք Եվրոպական միության մաքսային շուկային, թե Վրաստանի, թե Թուրքիայի միջոցով։ Այսինքն մեզ պետք է մասնակցում ենք։
Հա, մենք հարևան ենք։ Այսինքն Թուրքիա Սահմանակից ենք, թե Թուրքիան, թե Վրաստանը սահմանակից են Հայաստանի Հանրապետությանը։ Ընդ որում ես հիշում եմ, երբ նույն Եվրաքվեի ձևաչափով քննարկումներ կային, հա, եւ ընդդիմադիրները խոսում են, որ լոգիստիկ հարցեր են բարձրաձայնում, այն ժամանակ, երբ ԵԱՏՄ-ի հետ ընդհանրապես մենք չունենք որևէ սահմանակցություն լոգիստիկ։ Ի տարբերություն Եվրոպական միության, ում հետ մենք սահմանակցում ենք։ Այսինքն Եվրոպական միության անդամակցությունը դա միգուցե տարիների հարց է, միգուցե 5 տարուց ավել պետք է սպասենք, չնայած օրինակ ֆոն դեր Լայնը ասում է, որ մենք պետք է վերանայենք այդ մոտեցումը, դա արդեն հնացած մոտեցում է, մենք պետք է ավելի արագացված կարգով բյուրոկրատականից ռազմավարական հարթության վրա, որպեսզի քաղաքական այդ որոշումները որոշ պետությունների, այդ թվում օրինակ Հունգարիայի, դուք եք նաև Սլովակիայի, խոչընդոտ չհանդիսանան, որպեսզի պետությունները կարողանան օր առաջ ինտեգրվել Եվրոպական միությանը եւ դրանով նաև ուժեղացնեն Եվրոպական միությանը, որտեղ Եվրոպական միությունը նամանավանդ ռուսական ագրեսիայից հետո Ուկրաինայի դեմ իրենք հասկացան, որ ընդլայնումը դա նաև անվտանգության բաղադրիչ է։ Այսքան ընդլայնվելով իրենք նաև ուժեղացնում են իրենց անվտանգությունը։ Եվ մենք մեր արդեն 22 թվականի սեպտեմբերից հետո տեսել ենք Եվրամիության անզեն դիտորդները շատ ավելի գործուն աջակցություն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, քան զինված ռուս սահմանապահները, որոնց ներկայությունը թվում էր թե պետք է անվտանգություն մեզ հաղորդեր, բայց հակառակը վտանգներ էին ստեղծում մեր հարաբերություններում Ադրբեջանի հետ։ Եվ այստեղ ես իհարկե շատ կարևորում եմ, որպեսզի դիմափոխություն լինի, որովհետև դա չի կարող լինել մեկ կուսակցության, մեկ ուժի բեռը տանել այդ ծանրությունը, այդ բարեփոխումները։ Եվ այստեղ ես կարծում եմ ընդհանրապես մենք պետք է հասկանանք, որ նույն նաև մեր գործընկերները եվրոպացի նայում են ազգային ժողովին, նայում են այդ այլընտրանքային իշխանությանը, որը կոչված է լինել ընդդիմությունը, եւ իրենց մոտ հարցեր են առաջանում։ Խթանող ընդդիմություն։ Հարցեր են առաջանում, ինչպես կարող է լինել։ Պիտի այդպեսին լիներ, բայց մերոնք այն ինչ որ մենք տորպեդարող ընդդիմություն է եւ դա իհարկե իր հետ խնդիրներ է առաջ բերում, եթե թույլ տաք ավելացնեմ։ Ուղղակի առհասարակ մենք խաղաղությունն ենք բերել որպես ամենաառանցքային իրողություն նաև այս ընտրությունների իհարկե թերևս քննարկվող հարցներ, տեսեք երաշխավորի մասին են խոսում, մեկից ավելի երաշխավորի մասին են խոսում։ Եթե Հայաստանը այդ ճանապարհով շարժվի եւ եթե Հայաստանը հայտարարի, որ այս ժամկետներում մենք պատրաստվում ենք օրինակ անդամության տեխնացուի հայտ ներկայացնել, ես կարծում եմ, որ երաշխավորի հարցն էլ որպես այդպեսին դուրս կգա օրակարգից, որտեղ լինել Եվրամիության անդամության տեխնացու գործընկեր, դա որակապես այլ քաշային կարգ է եւ այլ տրամաչափ է ստեղծում այս հարցերում, անվտանգային հարցերում։ Երկրորդ 2015 թվականին Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ։ Ես թվերն էի նայում, թե օրինակ Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան 10 տարում քանի անգամ են մեծացրել իրենց տնտեսությունները եւ ինչքան է Հայաստանը կարողացել իր տնտեսությունը մեծացնել։ 3 անգամ մեծացել են այս փոքր Եվրամիության անդամ երկրների 2004 թվականին անդամակցել են Եվրամիությանը եւ 2014 թվականին 3 անգամ մեծացրել են իրենց տնտեսությունները։ Այսինքն այն տնտեսական հարցերը, որի մասին մենք հիմա խոսում ենք եւ որով մենք պիտի ապահովենք եւ ամրապնդենք մեր խաղաղությունը, որովհետեւ եթե նոր տրամաբանության մեջ է մտնում աշխարհը, որտեղ ուժով պիտի կարողանանք պահել խաղաղությունը, այդ ուժը պիտի գա տնտեսական կարողություններից, չկա տարածաշրջանում այլ մի այսպես կազմավորում, որի մաս դառնալով Հայաստանը կարող է այդ աստիճան մեծանալ, հզորանալ, տնտեսությունը անգամներով մեծացնել եւ սպասարկել այդ կարևոր նպատակին՝ խաղաղության ամրապնդմանը եւ հաստատմանը։ Երրորդ, ես չէի ուզենա, որ մենք բացառապես Վրաստանը դիտարկեինք որպես միակ ճանապարհ Եվրամիության հետ մեր հարաբերությունները
խորացնելու, զարգացնելու, իհարկե Վրաստանը չափազանց կարևոր է։ Իհարկե վրացիները այդքան երբեք չեն կարևորել Հայաստանին։ Եվ շատ լավ է, որ հիմա իրենք տեսնում են, թե մենք որքան կարևոր կարող ենք լինել նաև իրենց եվրոպական օրակարգի համար։ Եվ ես չափազանց կարևորում եմ, որ այստեղ մենք նաև քաղաքասարակության հետ վրացական շարունակենք ինտենսիվ աշխատել եւ ամեն ինչ անենք, որպեսզի Վրաստանում օր առաջ գա այդ գիտակցումը, որ եվրոպական ուղին իրապես եւ իրենց համար եւ մեր տարածաշրջանի համար չունի այլ ընտրանք։ Թուրքիայի հետ հարաբերությունները օր առաջ պետք է այս դրամաբանության նաեւ շրջանակում մենք կարողանանք արագացնել եւ Եվրամիությունը պիտի օգնի մեզ Եվրամիության հետ հարաբերությունները հաստատել, սահմանը բացել։ Ես կարծում եմ, որ վրացական սահմանը կարող է Թուրքիայի հետ սահմանը բացելուց հետո այլընտրանքային երկրորդ սահման դիտարկվել, բայց մեր հիմնական սահմանը դեպի արևմուտք Թուրքիան է, որը իդեպ այսօր եվրոպական մաքսային տարածքի մաս է եւ որի հետ շատ արագ մենք կարող ենք շատ ավելի մոտենալ, մերձենալ եվրոպական միությանը եւ ես հույս ունեմ, որ գոնե այն թվականները, որոնք նշվում էին երրորդ երկրների քաղաքացիների համար, որ այս ամիս պիտի բացվեր սահմանը, իրապես դա իրականություն կդառնա եւ իդեպ ասեմ, որ Իրանի պատերազմը կարծես նաեւ ընդհանուր շահերը ավելի էտուղությամբ ավելի առաջ է բերել այդ օրակարգը եւ հույս ունեմ, որ այդ ուղղությամբ եւս աշխատանքներ կտարվեն, իդեպ ասեմ, որ Միացյալ Նահանգներում սենատորների հետ եմ խոսել, Շահին սենատորը, որը վրացական եւ ուկրաինական ուղղությամբ շատ հետևողական, այո, Ջեն Շահինը աշխատում էր, ասում էր վրացիներից բան արեք, հույսներդ կտրեք։ Ես անդադ իր հետ խոսում էի, որ ինչ անենք, որ Վրաստանը ավելի մերձենա եւ հայ-վրացական, ասում էր կարծես Վրաստանի հետ ոչինչ չի ստացվում եւ դուք պիտի փորձեք այդտեղ ձևավորել տարածաշրջանում նոր օրակարգ։ Այո, մի կղզի դառնաք ժողովրդավարության, որ մենք ձեզ վրա ենք հենվելու եւ ձեզ հետ ենք առաջ գնալու։ Դեպաբար այստեղ մենք պիտի ունենանք նաեւ այլընտրանքային ուրեմն լուծումներ, չպայմանավորելով ոչ Վրաստանի հետ, ոչ այլ երկրի հետ մեր եվրոպական ինտեգրացիայի ուրեմն օրակարգը։ Մենք պիտի աննահանջ այս ուղղությամբ շարժվենք եւ դրա համար պիտի ոչ ներքին խոչընդոտները մեզ համար անհաղթահարելի լինեն, ոչ արտաքին։ Եվ այ ներքինի համար, եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, այդ թվում նաև եվրոինտեգրացիան չպիտի կախված լինի մի քաղաքական գործչից, մի քաղաքական ուժից եւ մի ընտրական ցիկլից։ Մենք չենք կարող նստել ու երկրի համար այս նշանակության եւ կարեւորության հարցը ուրեմն այս բախտախնդիրների բանին թողնել, հա, որոնք տրամագծորեն եւ պատերազմի կողմնակից են ու այնքան նման են։ Ուրեմն պատերազմի կողմնակից Եվրամիության դեմ Ռուսաստանի հետ հարաբերությունների ուրեմն այսպես ոչ թե վասալացման կողմնակից, ուրեմն պետք է հստակություն դրվի, այսինքն մենք չենք կարող այլևս թույլ տալ այս կարևոր հարցերին այսպես ուրեմն անլուրջ մոտենալ։ Նաև ԵԱՏՄ-ի մասով մի բան ուզում եի ավելացնել, ես չեմ կիսում վարչապետի այն մոտեցումը, վերջին անգամ ես դա լսեցի հունվարին Ստեփա Սաֆարյանի կազմակերպության նախաձեռնած անվտանգության ֆորումում, երբ ասում էր, քանի դեռ մենք կարող ենք մնալ ԵԱՏՄ-ում, մենք կմնանք, որովհետև եթե ակնկալիքն է նա, որ Եվրամիությունը պետքա մեզ ստիպի, որ մենք դուրս գանք, ասի այս կետից էլ չի կարող մնել, դա չի լինելու, ոչ մեկին Եվրամիությունը, ոչ պետությանը ոչի չի ստիպում, հետևաբար մենք այդ մեր այսպես կոչված exit պլանը պետքա մշակենք ու հնարավորինս արագ դա կյանքի կոչենք ու այսպես չասենք այ ինչքան կարող ենք կմնանք, ինչքան չենք կարող, որտեվ այդ կետը կարող է երբեք էլ վրա չհասնի։ Հիմա իսկապես պատեհառիթը, իսկապես տնտեսական դիվերսիֆիկացիայի օրակարգով առաջ գնալու եւ մտածելու, թե ինչպես ենք մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու, որովհետեւ շատ ճիշտ նշեց
Արմանը տնտեսական աճի առումով էլ մենք հետ ենք ընկել Եվրամիության անդամ պետությունների եւ դեռ այն ժամանակ եթե մենք մեր այսպես վեկտորի ճիշտ որոշարկում անենք մեր հետ անկախացման փուլում մենք այսօր լրիվ այլ կետում, այլ հանգրվանում կլինենք։ Դա ինչ իհարկե այս խոսվեց նաև Միացյալ Նահանգների հետ Հայաստանի այս 100-ամյակի պայմանավորվածության մասին եւ եկեք արձանագրենք, որ այս մեր եվրոինտեգրման ընթացքը խաղաղությունը ըստ էության նաև լիովին ներդաշնակեցված է Միացյալ Նահանգների շահերի հետ, Միացյալ Նահանգների ռազմավարության հետ, թե մեր տարածաշրջանում, թե կենտրոնական Ասիայում, այստեղ մենք սիներգիզմ ենք տենում եվրոպական եւ ամերիկյան քաղաքականության հակառակ մի քանի ուղղություններով արկա հակասությունների, որոնք այս պահի դրությամբ դեռ ներդաշնակեցման Միացյալ եւ Եվրամիության այստեղ նրանք ուրեմն ամբողջությամբ փոխ լրացում, կոնվերգենցիա, համընկնում, արևմուտք համեցեք, պարոն Արշակյան։ Ես իհարկե տեսնում եմ այդ փոխշահավետությունը Եվրոմիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ծրագրերում, բայց ես նաեւ գաղտնի մրցակցություն կա։ Նրանք իրար կաջակցեն, այսինքն դեմ չեն։ Մեր երկիրը դարձել է հիմա կռվախնձոր էին ասում, բայց ուրիշ ոնց կարելի ասել դրական իմաստով, ոչ կռվա, ցանկալի տարածք է, ցանկալի գործընկեր։ Խնձոր, բայց ոչ կռվա։ Հա, կռվա չի։ Ցանկալի խնձոր։ Կծած չի։ Այ ես մտածում եմ, որ մրցակցություն ու թողել մյուս մեր գործընկերը, մենք նրանց արդեն գործընկեր ենք ասում, չէ, Վլադիմիր Վլադիմիրիչին, այդ գործընկերը թող իմանա, որ ես կուդաջիվացը մեզ հրավիրում են, թող մրցակցությանը կոնկուրսին մասնակցի, թող ինքն էլ բաներ առաջարկի մեզ։ Տեսեք ինչ լավ է, մեզ ստանում են։ Կլինի ինքը չառաջարկի։ Այլ է։ Լավ բաներ կա, ինչի։ Թող առաջարկի։ Գեղեցկության մրցույթին ինքը շանսեր չունի, էլի, սենց ասեմ։ Մեղ մաս։ Այդ մենք թող կապեր կարծիքներ ունենք։ Դու ինձ արդեն ասել ես հակասովետական, չէ։ Տեսեք, ես փոխում եմ։ Թող նա էլ մասնակցի մրցույթին, ով շատ, նրան շատ։ Այսպես շատին շատ կլինի։ Ես մտածում եմ, որ երբ որ ինքնավստահություն թող բերի դա մեզ ու դա տեղափոխվի ներքին քաղաքականություն։ Այ մեր մոտ դա բացակայում է։ Տեսեք, մենք խոսում ենք հիմա մեր արածի մասին, Եվրաքվեի մասին։ Դա բան պետք է լինի։ Մեր դրոշը պետք է լինի։ Մենք դա արել ենք։ Ես ասեմ նույնիսկ հետաքրքիր է, չէ, անշնորհակալ ձևով մի քիչ դա ընդունվեց։ Պետք է մեզ անպայման ասել, այնտեղ ասել, որ մի 4-5 հոգի կան։ Ես արժե չէ նաև քննադատել, թե միայն գով ենք, որ լավ էր, լավ ելույթ ունեցավ, հուշարձան բացեց, հայերեն խոսեց, նշաններ ցույց։ Լավին լավ, քննադատության արժանին էլ քննադատություն։ Բայց դու պետք է դա շատ սիրուն կլիներ, որ ասել ինձ ստիպել են։ Համենայն Վլադիմիր Վլադիմիրիչ թող իմանա, որ ինքը չի նախաձեռնողը։ Դա էլ է ապահովության համար։ Ես կարծում եմ, որ Լուսինե փոխանցում ես արել, օգտվեմ դրանից, համարձակությունը պակասում է, այո, պետք է մենք շատ զգուշ լինենք, որ հանկարծ արջը չզայրանա այդ բանից, ոնց են ասում տեղից, որ դուրս չգա որջից բան, բայց հարկավոր է համարձակ լինել, բայց ինչ անեն մարդիկ, որ մենք իմանանք, որ մենք մենակ չենք, որ մենք չենք զոհվի, ես մտածում եմ, որ մի փոքր ավելի համարձակ որովհետև նրանք նույնպես կսկսեն մեզ հարգել։ Համարձակությունը Համարձակությունում հանդեպ ԵՄ-ի նկատի ունեք Եվրասիական միության, ՕԴԿԲ-ի, ՍՆԳ-ի, այսինքն նրանց նկատմամբ, ասենք Բելոռուսի հետ մեր վերաբերմունքը պետք է լինի։ Մենք պետք է ցույց տանք, որ մենք ժողովրդի հետ ենք, ոչ թե դիկտատորի։
կամ Ռախմոնի հետ, այսինքն մենք պետք է դա ցույց տանք, ճիշտ այնպես ինչպես Իրանի հետ, հա, հարևան ենք, դարավոր հազարամյա տարբեր, դա ընդհանրապես այնպես չի, որ գիտեք, մեղր է եղել մեր անցյալի պարսիկների հետ։ Պետք է մենք ասենք, որ մենք այսպիսին ենք ու կարևոր չի, որ ձեր նման չենք, մենք այսպիսին ենք։ Ես կարծում եմ, որ դա հարգարժան բան կլինի։ Ինքնավստահության խնդիր ու դա տեղափոխվի ներքին քաղաքականություն։ Մենք լինենք ավելի համարձակ, օրինակ մենք ոչ թե այս քանովս մենք արդեն համարձակ ենք, բարձ է, չէ՞, ուր են մեր հետևորդները։ Մենք համարձակ ենք։ Պետությունը պետք է համարձակ լինի, քաղաքական ուժերը պետք է համարձակ լինեն դեպի ժողովրդավարություն, դեպի անկախություն եւ դեպի բարեկեցություն։ Այ մեզ դա առաջարկել են, մեզ հրավիրեցին, ու հատուկ ընդգծեցիր, որ ամեն անգամ չի, որ ոչ Եվրոմիության անդամ երկիրը հրավիրում են մի բան են երկու անգամ։ Ասեմ, դա էլ մենք նկատեցինք, ոտքի կանգնեցին։ Ես կարծում եմ, որ դա ոչ թե այդ ճառի նկատմամբ էր, այլ մեր նկատմամբ հարգանքի նշան էր։ Բարի գալուստ էր դա նշանակում։ Իրանց լեզվով ոնց է, դա Լուսին է։ Welcome. Բայց նաև այդ պարագայում, այդ ֆոնին համաձայն եմ լիարժեքորեն ձեզ հետ, որ մեր այսպես դրոշը արժեբանական է, մեր ժողովրդավարությունն է, մեր եվրոպական մշակույթն է, այս ընդհանրությունը արժեբանական է։ Եվ այդ պարագայում այո, մեզ հրավիրում են, շատ չեն խոսում մեր անդամակցության անմիջական հնարավորության մասին, բայց շատ ժեստերով այդ ամենը ակնհայտ է դառնում ու այդ պարագայում ես էլի չեմ կիսում վարչապետի մոտեցումը, որ պետքա գնալ ամբիոնից ասել այ մենք կդառնանք Եվրամիության անդամ լավ չենք դառնա, կդառնանք Եվրամիության չափանիշներին համապատասխան, որտեղ դա մյուս կողմը կգնահատի ցանկության ոչ բավարար մակարդակ։ Եթե մենք իսկապես ուզում ենք մեզ դա պետքա, մենք չենք կարող ասել այ ընդունում եք, ընդունեք, չեք ընդունում ոչինչ, մեզ այստեղ էլ վատ չենք կարծում եմ, այդ դրա համար կարծում եմ Հայաստանին որակյալ ընդդիմություն ապակասում, որ այս հարցերը հստակ, որ վերջ մեկ ընդմիշտ Հայաստանը հստակեցնի, որ նախ օրենքը ունենք։ Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենք եւ մենք պարտավոր ենք այդ օրենքին հետևել։ Այո, հասկանալի է ի վերջո, որ իրենք են որոշումը կայացնելու, բայց գլխանց ինչ է, մենք ասում այ եթե կորոշեք որ չէ, մենք դրա հետ էլ ենք օքեյ։ Եթե որոշեք որ չէ, մենք կպայքարենք, որ դուք ձեր որոշումը փոխեք, դարձնեք այլ։ Իհարկե կարևոր է ճանապարհը։ Բարեկամներ, մենա ուզում եմ դա հնչի։ Հա, մենք ուզում ենք միջամտել Եվրոպայի ներքին գործերին։ Այ մենք ճնշում ենք, ուզում ենք ճնշենք Եվրոմիությանը, որ մեզ ընդունեն, մեզ արտոնություններ տան։ Մենք խոսում ենք արտոնությունների մասին, ասենք դա չէ կարելի ասել։ Մենք արտոնյալ ենք ուզում լինել, այդ հուշարձանը դրա մասին էր։ Մենք արտոնյալ ժողովուրդ ենք։ Մենք ուզում ենք մեզ էլ ընդունեն եւ այնպես չի, որ շատ անդամների այսպես կանաչ լույս են վարել, ասել են անմիջապես եկեք ընդունենք։ Ես ուզում միշտ ասում եմ ձեր ներքին գործերին թող միջամտեն։ Ես համաձայն եմ, որ նրանք որպես բարեկամ միջամտեն մեր ներքին գործերին։ Հիմա մենք այդպիսի տագնապներ ունենք, օրակարգում դա է, որ մեր ներքին գործերին հիբրիդային, ես չգիտեմ, proxy, մրոքսի, ինչքան եվրոպական բառեր կա, այդ ձևով վատ բառեր, նրանք միջամտում են մեր ներքին գործերին։ Այստեղից ես ասում եմ թող սրանք էլ միջամտեն, որտեղ մենք միջամտում ենք նրանց ներքին գործերին, փոխադարձաբար միջամտենք ներքին գործերին, առաջ տանենք դեպի զարգացում, դեպի առաջընթաց միջամտել։ Ակնհայտորեն Եվրամիության միջամտությունը որևէ կերպ ուղղված չի մեր ինքնիշխանության դեմ։ Սա պիտի ֆիքսենք։ Ինքնության եւ ինքնիշխանության ամբողջ նպատակը մեր ինքնիշխանությունը եւ անկախությունը եւ ժողովրդավարական գործընթացներն ու համակարգերը ամրապնդելն է ու իրենց միջամտությունը այդ իմաստով չի կարող որևէ կերպ համատել
համատել են միջամտության եւ այն պատերազմական Սովիններով չեն գալիս նրանք։ Թշնամական բնույթ ունի իր մեջ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ մեր պետականության դեմ ուղղակի պատերազմ է, իսկ պատերազմը ովքեր են վարում։ Թշնամիները։ Եկեք ուրեմն ֆիքսենք ով է մեր բարեկամը եւ թշնամին։ Պարոն Արշակյան, շատ կարեւոր բան ասեցիք, ուզում եմ այդտեղ ավելացնել։ Ես կարծում եմ, որ այդ ուժը այնուամենայնիվ մենք ներսից պիտի կարողանանք այնպիսի դասավորություն քաղաքական առաջ բերել, որը կծառայի այս նպատակներին, արտաքին քաղաքական այս նպատակների իրագործմանը։ Ուրեմն առաջինը միևնույնն է քաղաքական միջավայրի ձևավորումն է։ Ներսում մենք միջև չունենանք այս օրակարգերի համար հարմար ուրեմն քաղաքական պայքարող քաղաքական ուժ, քաղաքական դաշտ, մենք չենք կարող այս մեծ օրակարգերին տեմպ եւ որակ հաղորդել։ Իսկ մրցակցության մասին շատ ճիշտ եք։ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը նաև Հայաստանում եւ նաև մեր տարածաշրջանում մրցակցելու, այսպես նշաններ են ցույց տալի Մյունխենում հենց դրա մասին էր խոսվում։ Օրինակ խոսվում է, որ հյուսիսային Ղարս Գյումրի երկաթուղու հատվածը Եվրամիությունը ձգտում է ինքը այդտեղ մեծ դերակատարություն ունենալ եւ հարավում Թրիպի ամբողջ ուրեմն մասնակցությունը դե գիտենք ամերիկացիներինն է։ Այսինքն Հայաստանը եւ իր ռեգիոնալ այսպես կարողությունները, մեր լոգիստիկ հնարավորությունները հետաքրքրություն են առաջ բերել հզորագույն տնտեսական շուկա ունեցող 450 միլիոն քաղաքացի սպառող ունեցող եվրոպական շուկայի համար, աշխարհի առաջատար Միացյալ Նահանգների համար։ Սա է խաղաղությունը, սա է անվտանգությունը, սա է տնտեսական բարեկեցությունը, որին Հայաստանի քաղաքական դասը պիտի պատրաստ լինի եւ առաջիկա հենց զարգացումները պիտի միտված լինեն հենց սրա։ Գալով դրան, տեսեք, փաստորեն այս այցը հաջորդեց բառացիորեն արտաքին հետախուզության հաղորդագրության այդ հրապարակմանը եւ մենք խոսում ենք պետության սուվերեն որոշումների անհրաժեշտության մասին, դրա համար պետք է սուվերեն իշխանություն, որ այդ որոշումն ընդունի եւ նույնպիսի սուվերեն ընդդիմություն, որպեսզի այդ որոշումը լինի հնարավորինս որակյալ։ Մենք չի կարող լինել ընդդիմությունը հակասուվերեն եւ մենք խոսենք սուվերեն որոշումների մասին։ Խնդրեմ։ Ես ուզում եմ մի շատ հետաքրքիր զուգահեռ անցկացնել։ Տեսեք, մենք իհարկե խոսում ենք, որ շատ կարևոր է, որ թե Թուրքիայի եւ թե Ադրբեջանի հետ ունենանք բաց սահմաններ, ունենանք երկկողմ, բազմակողմ ձևաչափերով տնտեսական համագործակցություն, ճիշտ է։ Եվ նաեւ ընդդիմադիրներն են խոսում դրանից, բայց ոչ ոք չի խոսում, որ օրինակ մենք պետք է Ադրբեջանի հետ կամ Թուրքիայի հետ ինչ որ նյութենական պետության մաս կազմենք, որովհետեւ մենք ունեցել ենք թշնամանք, հա, մենք ենք կոտորել, մեզ են կոտորել, իրենք մեզ ավելի շատ են կոտորել, ցեղասպանություն է եղել, էթնիկ զտում է եղել Արցախում, այսինքն որքան անտրամաբանական կլինի, եթե մենք լսենք, որ կա ինչ-որ մի կուսակցություն, որը ասում է, որը հայտնվել է որպես պրոադրբեջանական կամ պրոթուրքական, չէ՞, օրինակ հայտարարում է, որ պետք է Հայաստանն ու Ադրբեջանը միութենական պետություն կազմեն, կամ պետք է Հայաստանը միանա այդ թուրքական աշխարհին, չենք լսի, չէ՞, դա կլինի անտրամաբանական։ Հիմա մենք կարող ենք նույն բանն ասել Ռուսաստանի պարագայում, չէ՞, որ Ռուսաստանը հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա, երբ մենք անկախ էինք։ Խլել է մեր անկախությունը 70 տարի պահել օկուպացման մեջ, ինչի մասին խոսում են նույն Բալթիկ երկրները, նույն Վրաստանը, Ադրբեջանը բոլորին վերջերս։ Ադրբեջանը այդ 70 տարիները կոչում է օկուպացիա։ Դրանից հետո ինչպես մենք կարող ենք ասել, նամանավանդ երբ իրենց ռոպագանդան ասում է, որ այստեղ ռազմական հատուկ օպերացիա պետք է իրագործել, արյուն թափել, որքան անտրամաբանական է, որպեսզի այստեղ լինեն պրոռուսական կուսակցություններ։ Ես կարծում եմ, որ պրոռուսական կուսակցությունը դա նույնն է, որ լինի պրոադրբեջանական կամ պրոթուրքական կուսակցություն։ Որովհետև այսօր լինել հաջակցություն Բելարուս Ռուսաստան նյութենական պետության անդամակցությանը կոչ հայտարարելը, դա նույնն է, որ ասենք եկեք միանանք Ադրբեջանին, եկեք միանանք Թուրքիային։ Դա երկուս հետ էլ մենք խնդիրներ ենք ունեցել, երկուսն էլ խլել են մեզանից տարածքներ կամ
մեր տարածքները տվել են ուրիշներին, դա անելու բան։ բայց մենք չենք խոսում օրինակ Ռուսաստանի տնտեսական հարաբերություններ չունենալուց։ Այդ նաև այդ տրամաբանության մեջ է։ Ոչ մեկը մեզ համար ընդունելի չի։ Մենք ինչու պիտի ընդհանրապես այդպիսի հարց քննարկենք եւ դուք շատ ճիշտ եք եւ ես երկրորդում եմ, ընդհանրապես մենք Ռուսաստան թե Թուրքիա այս դիլեման պիտի մեր քննարկումներից դա ամենևին չի նշանակում, որ մենք չենք ունենա որևէ տնտեսական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Դրա մասին չեմ էլ Դա մեկ այլ կեղծիք է, որ մեզ ասում են, եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, մեր գործարարները, տնտեսվարողները կկորցնեն իրենց շուկան Ռուսաստանում, Բելարուսում, Ղազախստանում, Қырғызստանում չեն կորցնի։ Հակառակը Հարգալից կլինեն, այո, մեզ այդ հարգալից Ռուսները այդպես են սիրում։ Այո, Уважение, դա уважуха։ конечно։ Իրենց նախ արտադրանքն ավելի բարձրորակ կլինի, կնշանակի, որ դու ավելի բարձր գնով կվաճառես ռուսական շուկայում, բելարուսական մնացած, հետո դու այլ շուկաներ ես ձեռք բերում։ Տեպաբար այստեղ տնտեսվարող ամենաառաջին շահողն է եւ Վրաստանի օրինակ հենց դրա մասին է խոսում։ Այո, չլինելով ԵԱՏՄ անդամ, իրենք շատ ավելի մեծ շրջանառություն ունեն Ռուսաստանի։ ԵԱՏՄ անդամ Կырգызստանի հետ։ Իրենց գինիներն են վաճառում Ռուսաստանում շատ ավելի բարձր, քան մեր կոնյակը անհասկանալի սպիրտի պարունակությամբ։ Եվ այսպես շարունակ։ Ոչ բոլոր կոնյակի տեսակ։ Եթե խոսում ենք այո, իհարկե։ Մեր իսկական կոնյակը իսկապես շատ հարգված, գնահատված է եւ Եվրամիության անդամ պետություններում հիմա ճիշտ է մեր պարտավորությունն է նաեւ որ մենք կոնյակ չկոչենք, բայց դրանից էությունը չի փոխվում, մարդիկ լսում են այդ խմիչքի անունը հասկանում են թե որակը ինչ է եւ բնականաբար մեր բիզնեսներն պետքա շահագրգռություն ունենան բարելավելու մեր արտադրանքի որակը ու գրավելու նոր շուկաներ եւ այսպես այդ կոմֆորտի ու ծուլության այդ զոնայից դուրս գան եւ նվաճողական քաղաքականություն վարեն նաեւ բիզնեսի Բայց այստեղ չափազանց կարևորը պետության նաեւ քաղաքականությունը։ Պետությունը ինքը պիտի հստակ տնտեսվարողներին ուղերձի, որ մենք այսքան տարվա ձեզ բան ենք տալիս, պատուհան ենք տալիս։ Օրինակ, եկեք օգտվեք այս արտոնություններից, այս ստանդարտներն են լինելու մեր պահանջները։ Եկեք, եթե կհամապատասխանեք, ուրեմն այլևս մենք իրար հետ ճանապարհ ունենք անցնելու, որովհետև սա այլ ընտրանք չունի Հայաստանը։ Մի բան, որ օրինակ Վրաստանի տնտեսվարողները չունեցան այդ հնարավորությունը այդ ժամանակը, իրենց ոչ շոկային գնացավ։ Մենք ունենք այդ հնարավորությունը։ Ես ասեմ, որ անցյալ տարի հանդիպել եմ բարձրաստիճան հայ պաշտոնյայի հետ, ով ասում էր օրենքի ընդունումից հետո, որ մենք անհապաղ պիտի դուրս գանք ԵԱՏՄ-ից եւ պիտի սկսենք եվրոպացիների հետ անկեղծ խոսել։ Եվ այդ անձը շատ լավ գիտեր ովքեր են եվրոպացիները եւ ինչքան անկեղծ է պետք իրենց հետ այս բանակցությունները սկսել եւ որ մեր մտադրությունների եւ մեր գործողությունների սինխրոնություն է պետք։ Չի կարող դեկլարացիաների մակարդակում այս ամենը մնալ, իրենք շատ ուրեմն գործնական այսպես դրսևորումներ են մեզնից նաեւ ակնկալում։ Ու չափազանց կարեւոր է հուսանք, որ այս ընտրությունները իրապես կդառնան նաեւ մեկնարկը կտան ընդհանրապես այդ խոսակցության, երբ որ մենք ոչ միայն ներքին գործերի նախարարության, այլև ենթակառուցվածքների, էներգետիկայի, տնտեսության եւ արդարադատության այս բոլոր գերատեսչություններով ինտենսիվ կսկսենք խոսել եվրոպացիների հետ եւ նման աշխատանքային պլան կունենանք թե ինչպես ենք ուրեմն մոտարկում մեր ուրեմն հարաբերությունները եւ մեր օրենսդրությունները, բայց դրա համար չափազանց կարեւոր է լուծել ԵԱՏՄ-ի հարցերը, լուծել ՀԱՊԿ-ի հարցերը եւ իհարկե գնահատել կարողությունները։ Իդեպ այդտեղ կարողությունների մասով նաև կառավարությունը համապատասխան կարողությունների խնդիր ունի եւ այդ պաշտոնյայի հետ ամենամեծ հարցը հենց կոմպետենցիան է։ Կառավարությունը այսօր չունի հավաքական թիմ, որ պատրաստ է եվրոպացիների հետ այս օրակարգերով ինստիտուտները չունի, հիմնական ֆունկցիաները դրված են փոխնախարարների վրա, ամեն անգամ նախարարի փոփոխությունը բերում է փոխնախարարների փոփոխության եւ այդ ինստիտուտների չի ձևավորվում, կարողությունը չի ձևավորվում եւ դա շատ մեծ խնդիր է հատկապես արդարադատության նախարարությունը, որը ԵՄ
ԵՄ-ի արչև ստանձնած հանձնառությունների Ամենամեծ, առումով այո։ լոկոմոտիվ կառույց պետք է լինի։ Արման իսկ կարելի է ասել այդ ուղերձ գծիկ ծրագիր, պլան, այսինքն կառավարությունը ոչ միայն պետք է հայտարարի, որ բանն եղեք, արդիականացրեք ձեր արտադրանքը, չգիտեմ ինչա, այլ ուղղակի ծրագիր լինի, պարտադրանք, ես ուզում եմ ինչքան որ պետություն Բարբերական մոնիթորինգ նախաձեռնած օրենքը հենց այդպիսի ծրագիր եւ հանձնարարական է այդպիսի բան։ Հայաստանի կառավարությանը, Հայաստանի հանրությանը, որից պիտի բխեն այս բոլոր գործողությունները։ մի քիչ պարտադրանք լինի, Իհարկե, եւ օրենք, այսինքն օրենք լինի, Աջակցություն նաև։ ոչ թե հայտարարություն, որպես դեկլարացիա։ ընդդիմություն, օրինակ ես կուզեի ամեն անգամ ազգային ժողովում այս օրենքի շուրջ քննարկում սկսել։ Ամեն անգամ որ կառավարությունը գար, ասե ինչ է կարել օրինակ այս օրենքի Այդ հարցը չկա ազգային ժողովում։ Տակ զրույց լիներ, տակ։ Եվ լիներ այն հարց տվողը, որը ընկալելի կլներ մարդկանց։ Մարդիկ մեր ցավոք, մեր ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը մարդկանց լայն հատվածի մոտ ընկալվում է որպես ռուսական պրոքսի եւ անգամ եթե իրենց ասացի մեջ արդարության ճշմարտացիության հատիկ կա, իրենց ասածը չի ընկալվում։ Պետքա լինի իսկապես Հայաստանը կենտրոն ընդդիմություն, որը կիսի արտաքին հարաբերությունների հարցում Հայաստանի իշխանության օրակարգը անգամ ավելին ասեմ օրակարգ ձևավորող եւ թելադրող լինի արտաքին հարաբերությունների հարցում, ինչպես օրինակ մեր այդ Եվրաքվեի նախաձեռնություններ եւ դա կլինի ընկալելի խոսք ազգային ժողովի ամբիոնից եւ կստանա նաեւ հանրության լայն աջակցությունը եւ նաեւ խթան կլինի շարժիչ ուժ կլինի իշխանության համար, որովհետև եթե այս կոնֆիգուրացիան մեր պարլամենտում շարունակվի, ես ցավոք սրտի բավական մեծ լճացում եմ կանխատեսում։ Արցախի էթնիկ զտման պայմանավորված 2024 թվականին Եվրամիությունը այդ նոր օրակարգ առաջ քաշեց, նոր քաղաքական խոստումներ տրվեցին եւ այլն, բայց պետքա լինի այդ շարժիչ ուժը, որ այդ օրակարգը առաջ կմղի, կլինի այդ շարժիչ ուժը, որը կստիպի իշխանությանը կարողությունները ձևավորել, նաև Եվրամիությանը կստիպի այդ կարողությունների ձևավորման մասով արդյունավետ եւ համաչափ աջակցություն ցուցաբերել եւ այդ ընդդիմության գոյությունը ազգային ժողովում խիստ կարեւոր է։ Եվ ստացվում է, որ Եվրամիությունը քայլ է անում, Արևմուտքը անդադ քայլ է անում Հայաստանի ներսում, այս էական փոփոխություն դասավորության քաղաքասերական մասով էլ ասեմ, որ այդ տիպի ընդդիմությունը իրական քաղաքասերակցության բնական դաշնակիցը պետք է լինի ազգային ժողովում։ Այո, շատ ճիշտ եք։ Դե ինչ, շնորհակալություն Արման, շնորհակալություն Լուսինե, Ազատ, շնորհակալություն Արնոլդ, շնորհակալություն ձեզ հարգարժան տիկնայք եւ պարոնայք, որ շուրջ 1 ժամ հետևեցիք մեր այս քննարկմանը, հուսով եմ մեկնաբանություններում կնշեք ձեր դիտարկումները, դիտողությունները, քննադատությունները, համաձայնություններն եւ անհամաձայնությունները։ Այսօր այսքանը մենք բարբերաբար կշարունակենք մեր քննարկումները, խաղաղություն եւ բարի նոր ձեզ։